Նարեկ ջան, գիտես ինչը նա հետաքրքիր, որ մեր երկրում քլաչը իրեն զգում է ինչպես տանը։ Դե նայ, արի սկսենք նախ շնորհավոր ենք քլիչին, որովհետև քլիչը ունեցավ իր գրպանային խոսնակը։ Բացարձակ հաջողություն։ Դա մեծ բան է, ճիշտ է, եթե օրինակ Ալեն Սիմոնյանը այդքան էլ չէր ներկայացնում Հայաստանի հայ ժողովրդի շահերը, հիմա մենք կարող ենք գրիվ ասած հստակությամբ ասել, որ Ռուբեն Ռուբինյանը ներկայացնում է քլիչի եւ Թուրքիայի շահերը, որում դրա մասին անցա հայկական քլիչն է ասել, Ռուբինյանը այդ մարդը բացի նրանից որ Թուրքիայում սովորել է, նաեւ շատ մեծ կապեր ունի Թուրքիայում ու ազգիցս ասել է, որ մենք պետք է գնանք Թուրքիայի ավելի խորը ինտեգրացիայի եւ նաեւ ասել է, որ Ռուսաստանից ախվածությունը դիվերսիֆիկացնելու համար մենք պետք է ավելի ամրանա մեր կապերը Թուրքիայի հետ, այսինքն փոխենք Թուրքիա։ Լավ, դա թողենք Ռուբինյանի քլիչին Փաշինյանը։ Հիմա ես ուրիշ մի հատ հետաքրքիր բան եմ ասել եւ առավոտը խոսում ենք արի առնից, որ այսօր ամսի 7-ն է։ Եվ ըստ էության արդեն 1 ամիս անցավ չարաբաստիկ ընտրությունից, որոնք որ իբր պետք է ամբողջությամբ փոխեին իրավիճակը, տրամաբանությունը, ինչպես մենք ասել ենք, սա ընտրություն է Հայաստանի ու հակահայաստանի միջև եւ ցավոք սրտի կարելի է ասել, որ դեռևս ըստ արդյունքների հաղթում է հակահայաստանը։ Հիմա այն քաղաքական ճգնաժամը խորագույն, որը սկսեց Հայաստանում ընտրություններից հետո, ես գիտեմ, որ դրա մասին եմ բազմիցս խոսացել նաև այսօր, քո անհանգստացած Արոգյան Դավիթի պես ապօրինի կառավարման է կենթանիների անելուն, ընդ որում մի հատ հարց եմ ուզում տամ, մի քիչ ավելի թեմայի չեղնենք։ Լավ, կենթանիներին տարան գազանանոց, խնդիր չկա, Արոգյան Գագին տարան մեկուսարան։ Հարց է իմ առաջանում, այն մանիկենները տնից որ արգրավում են, ուր են տանում, այսինքն հիմա ես չեմ հասկանում վերջը Արոգյան Գագիկի մեջ են մեղադրում ու Արոգյան Գագիկը ինչ կարգավիճակով գնաց դատարան ու բանտ։ Նույնիսկ մի հատ միջև քո պատասխանը մի հատ բան ասեմ, որ ավելի հետաքրքիր է։ Նույնիսկ համայն հայոց իրավապաշտպանը Դանիել Յովնիսյանը ինչ ասում է այսօր, մի քիչ առաջ կարդում էի դրա գրառումը եւ ասում է, որ այո, սա անօրինական մեթոդ է, մեթոդիկա է, բայց դե գիտեք ոնց Ռուսաստանը Հայաստանի դեմ իդեն պատերազմ մխում բան եւ այլն եւ այլն, դե մենք է կարանք անօրինական նման քայլերի գնանք, այսինքն նայեք ինչ ասում իշխանության գույրաղի քաղաքացիացող Յոնիսյանը, ասում է դե լավ է իշխանություն շտապօրինություն է անում, բայց լավ է անում որ Ռուսաստանიდან հիմա հարց է էլի առաջանում, լավ այս տրամաբանությամբ եթե մենք շարունակում ենք, չէ, օրինակ մի օրից մի օր ասել Դանիել Յովնիսյանի հաղթեց պրոռուսական հիբրիդային թեփը։ Հիմա ինչ իրանք կարան գան ինչի հաշվի առնեն տեսնեն Յոնիսյանի հետ։ Այդ տրամաբանությունը ուր է տանում, էլի։ Այսինքն ի՞նչ է նշանակում դե անօրինական է, բայց դե քանի որ Ռուսաստանի դեմ է կարակ մեզ։ Դե եթե տրամաբանությունը նրանք մտածել։ Նայ, եթե նայենք իր ասացի տրամաբանությանը ու գեներացված այն ատելության ու թշնամանքի մթնոլորտին, ինչը որ կա Հայաստանում ստեղծվել է, չէ, ամեն գալացող մեկին պետք է բռնի ու սկսի իր ինչ ուզենա անի, հա, ասելով որ դե հիմա ես եմ իշխանություն, իհարկե օրենքի սահմաններում չէ, բայց քանի որ ձեռներս ազատ է, սա իդիոտիզմ է, բարի բուն իմաստով, որովհետև սա արժեզրկում է առանց էնել արժեզրկված բոլոր են մեր իրավական պետության հիմքերը, որը որ սենց ասած արդեն կամ չկա կամ հələ մի քիչ բան է։ Իհարկե, դա հիմարագույն բան է։ Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի թե ինչի մեջ են մեղադրում, ինչի մեջ մեղադրելը սենց է, քանի որ ինքը ասել է, ինչ ուզենանք կկախենք վայզի։ Էական չէ, մենք հասկանում ենք, որ սա կոնկրետ քաղաքական հետապնդում է։ Իսկ քաղաքական հետապնդման համար օրինական ձևակերպում տալը ունենալով գրպանային օպերներ, դատախազներ եւ դատավորները, հա, 10 վայրկյան, ընդ որում ես վստահ եմ, երևի ինքը տեքստը SMS-ով արդեն ուղարկել է, որովհետեւ ինքը ասել է, որ այդպես տղա չկա Հայաստանում, այդպես դատավոր չկա, որ իմացածը չանի, ու դա նորմալ է։ Ու այս ամենի ֆոնին
այստեղ պետությունը դարձրել են, ասենք, չգիտեմ, Պապուդուկյանը, ասենց ասած, ինքը լինելով Հայաստանի Հանրապետության առաջին դեմքը, ինքը զանգում է մեր դաշնակից պետության երկրորդ դեմքին, Միշուստինին, մուրում է հանդիպում ու գնում է, այսօր գնացել է հանդիպել է Միշուստինին, ասում է դե գիտես ինչ, այն ինչ որ արել եմ, դե հա հիմա բանա արել եմ, ոբշե ընտրություններից առաջ էլ, հետո էլ մենք վերջը մի քիչ ասենք համը հանել եմ, կարող է աթոռը տակը շարժվի, եկեք ընենց արեք թողես ապրանքները գա Ռուսաստան, ես ձեր հետ եմ, ինչ ուզում եք կանեմ ես, սա ինքը իրան տուպիկ է տալիս միշտ, որովհետև ամեն անգամ ինքը պովը դա տալիս, որ Ռուսաստանի իշխանությունը իրան ասի, լավ տղա ջան, եթե ուզում ես, որ ինչ-որ բան անենք, որ մնաս իշխանության, այս ինչ բանը զիջի, այս էլ զիջի, այն էլ զիջի, իսկ նայի այսօր Վերջը ես մի հատ բան ասեմ, կանես, միացած կարևոր բան, Նիկոլ Փաշինյանի ես քայլերը, այն որ առավոտից երեկո ասում են, դե գուբերնիա Այն Նիկոլ Փաշինյանի քայլերը հանգեցնում են, որ Հայաստանը դառնալու է ռուսական պոլիգոն։ Պոլիգոն, ոչ թե գուբերնիա, որովհետև գուբերնիայի համար կենտրոնական իշխանությունը պատասխանատվություն է կրում։ Այո, այստեղ ոչ մի բան, դառնալու է պոլիգոն, դարձրել է արդեն, դարձրել է։ Ուղղակի այստեղ մի կարևոր բան կա, ես ուզենայի այդ պոլիգոնի տրամադրության մեջ քեզ մի բան հասկանալի։ Ռուսաստանը ոնց որ չի ճանաչել։ Չի ճանաչել։ Զատուլինը այսօր ասել է։ Իմ մոտ հարց է առաջանում, ու այդ հարցը ավելի շատ ուղղված է մեր դաշնակցին, մեր բարեկամներին, մեր շրջանների կարծիքով մեր մեծ եղբայր Ռուսաստանն է։ Հիմա լավ հարգարժան Ռուսաստանի establishment, իշխանություն, էլիտա, ռազմաքաղաքական ղեկավարություն։ Եթե դուք չեք ճանաչել ընտրությունների արդյունքները, ապա ինչ կարգավիճակով եք ընդունում այդ մարդուն։ Եթե ընդունում եք որպես երկրի ղեկավար, ապա ինչու չեք շնորհավորում պաշտոնապես։ Այստեղ մի քիչ դիսոնանս կա, էլի։ Ոստեղ շատ ավելի վատ տենդենսա գնում։ Այստեղ գնում է այն, որ Ռուսաստանը այլևս Հայաստանը չի դիտարկում որպես սուվերեն պետություն եւ պետության ղեկավարի մակարդակով Նիկոլի հետ խոսելու բան չունի։ Իջացրեց նրա սուվերենությունը, այսինքն կարած չճանաչես, միևնույնն է Նիկոլը գալու է, միևնույնն է խնդրելու է սանկցիաները անես, դու էլ դե քանի որ չես ճանաչել, կարաս մի օր հետը շփվես, մի օր ասես, բայց դու ես որ մի հատ ես կողքեսա։ Բայ հենց կամաց դառնալու է պոլիգոն։ Այս մարդու վարած քաղաքականությունը հենց միայն դրա մասին է։ Ես չգիտեմ, ինքը դա գիտակցում է, թե չի գիտակցում։ Եթե գիտակցում է, դա շատ վտանգավոր է, եթե չի գիտակցում ու մտածում է, ասենք այն ինքը եղել է ժուրնալիստ, չէ, լրագրողը տենց էլ չի դառել, ինքը եղել է ժուրնալիստ, հիմա եթե ինքը այդ մուտիտներով ուզում է պետություն ղեկավարի ու հայտնվել է ինչ որտեղ սենց դառել է պինգ-պոնգի գնդակ, ով ոնց որ կողմ ուզում է տշի, մենակ թե ինքը մնա սեղանի վրա, հանկարծ սեղանից չեն գնի։ Դա վերջանալու է նրանով, ինչով որ վերջացավ շատ վատ է, չասեմ ում համար ոնց վերջացավ, բայց ասեմ իր համար ոնց է վերջանալու։ Եթե ինքը գնում է այսօր օրինակ Ռուսաստան, Միշուստինին այդպես մուրում է, որ սանկցիաները հանեք, խոստանում է, որ կմնա միակը մուս, վաղը ինքը թռնելու է Բրյուսել, Ուրսուլային կամ Ֆրանսիա Մակրոնին ասի, դե ես ստիպված էի ռուսների մոտը խնդրում եմ ինձ փող տվեք կամ պահեք իմ իշխանությունը 1, 2, 3, 4 աշխարհակահաղական կենտրոններից որևիցե մեկը կամ հնարավոր է բոլորը միասին։ Բոլորը միասին։ Մի վար կամ տղա ջան, դու հիմա ում ես գժի տեղ դրել։ Մենք քեզ չենք կարա մի անգամ թույլ տվեցինք, 2 անգամ թույլ տվեցինք, 3 անգամ թույլ տվեցինք, բայց հազար ներողություն էլի, այդպես հայերեն մի հատ բառ կա, էլի, այդպես գեղցու շուստրությամբ աշխարհակահաղական հենց այդպես էլ լինում է։ Խաղալը, դա բերել է վերջը Հայաստանի պետության կործանման, Նիկոլ ինչ։ Միանշան է։ Դե այսօր հիմա փաստացի ինքը ղեկավարն է։ Տես ինչ հետաքրքիր բան է։ Այսպես բան պատմության մեջ շատ հազվադեպ է լինում։ Հիմա այսօր եթե մենք նայում ենք ընդհանուր գլոբալ տեղի ունեցող քաղաքական իրավիճակը ու կոնկրետ մեր տարածաշրջանում Իսրայել, Իրան, Թուրքիա, Ադրբեջանին հանենք դուրս, որովհետև ինքը որպես պետություն ես իրան չեմ դիտարկում ու տենց էլ կա Ռուսաստան, Թուրքիա, Իրան, Եվրոպա, Իսրայել այս հակամարտության մեջ, եթե մենք հենց այս վարկյանին վաղը մյուս օր Հայաստանում ունենանք գործունյա
հայամետ իշխանություն, որը որ կարողանա գիտակցել թե ինչա պետք, աստղերը այնց է դասավորվել, որ մենք ոչ միայն Արցախի հարցը նորից կարանք դարձնենք, կակ մինիմում Արցախահայությանը տանել հետ վերադարձնել Արցախ ու ստիպել, որ նրանք այնտեղ օրինական ապրեն ու պաշտպանված լինեն, մենք նաև կարանք Իսրայելի հետ արևմտյան Հայաստանի հարցը բարձրացնել ու ասել այսօր դա կարանք անենք, բայց մարդիկ Իսրայելը ցեղասպանություն է ճանաչում, մենք անցած անգամ դրանց մասին։ Դե եմ ասում։ Այս մարդիկ թուրքական ռոպագանդայի տերմիններն են օգտագործում, ասում են մի զենքայնացրեք։ Հիմա երկար ու ձիգ տարիների ընթացքում Հայաստանում քաղաքական մշակույթ, քանի որ որպես այդպեսին չի ձևավորվել, վերջին ընտրությունները հեսա, հələ թարմա, դրա վառ ապացույցն է, տես ինչ տեղի ունեցավ։ Հայաստանում ուրեմն տեղի ունեցավ հետևյալը. ընդդիմադիր դաշտը, թողած օրակարգային գերխնդիրները իրանք սկսեցին մրցել մեկը մյուսի հետ, այլ ոչ թե սա աբսուրդ է, որովհետև եթե այս մարդիկ, ովքեր որ իրական ռեսուրսներ ունեն, եթե այս մարդիկ, ասենք այսօր, վաղը կամ մյուս օր դեն չդնեն մի կողմ ամբիցիաները, եթե չլինեն բռունցք, չմիանան մի օրակարգի շուրջ, որովհետև բոլորս ես էլ դու էլ փայլուն հասկանում ենք, ասենք հանուն իշխանության ձգտող պայքարի մեջ մարդը ձգտում է հասնել միանձնյա իշխանության, լավ, դա մեծ հաշվով դա նորմալ է, բայց դա նորմալ է այն պարագայում, երբ որ քո երկիրը հզոր է, խաղաղ է, ու դու կարաս ձգտես իշխանության այդպիսի, բայց երբ որ այսօր ասենք ոչ միայն երկրի, նաև եթե չլինի այս երկիրը կոնդիմադիր լինելն էլ արդեն ոչ մեկի պետք չի։ Դու չես կարա Թուրքիայի կցորդ լինելով Թուրքիայում ընդդիմադիր լինես։ Էլիտաները, 30 տարվա էլիտաները, չէ՞։ Իրանք այս Նիկոլի հորինած իրական Հայաստանում կամ այս նոր Հայաստանում, չէ՞ որ ինքը կարող է։ Իրանք պետք չեն բացարձակապես, որովհետև թուրքական շահը թույլ չի տալիս որ ունի հայկական ազգային ու հայկական էլիտաներ կարան միայն գոյություն ունենան, երբ որ ունի անկախ ինքնիշխան Հայաստան, որը ունի իր սեփական օրակարգերը ու իր սեփական խաղնախաղ տարածաշրջանը, բայց եթե դու դառնում ես Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի ինչ որ այդ երրակից ինչ որ մեկի ենթապետություն, տեղի էլիտաները էլ պետք չեն։ Գոյությունների միանշանակ։ Այս մարդիկ սենց մտածելով ուր ենք հասնելու կամ ընդ որում sense մի հատ հարց էլի ծառուկեն գալիքին բռնեցին դա հասկանալի է ուր են 60000 ընտրողները բնակեի ես չհասկացա ուր են ընդդիմության առհասարակ ընդդիմության 630000 ընտրողը ես երեք դրա մասին ասեցի որ այդքան մարդը ասենք սա կոնկրետ povod էր, սենց ասած կներեք արտահայտությանս, որ այդքան մարդ դուրս կար ասել էլ մի րոպե։ Ես այս մարդու ձայն եմ տվել։ Այո։ Իսկ այն մնացածին, դե քանի որ ուժեղ Հայաստանն ու Հայաստան դաշինքը հայտարարել են արդեն մանդատները վերցնելու են, երևի թե արդեն մանդատներ վերցնելու հետ կապված են, չեմ ուզում հիմա այդ թեմայի մասին խոսանք, ապագայում հաստատ դրա մասին մենք խոսանք, զրուցենք մանրամասն քննարկենք, բայց մի բան ասեմ, այդ վայնասունը որ ինչ եք վերցրել մանդատները Էդ էլ մի քիչ անտրամաբանական է, մի կողմից այո, կարող է իմաստ չկար վերցնել մանդատները, որովհետև ինչ-որ առումով լեգիտիմացնում ես այս խորհրդարանը, բայց մյուս կողմից էլ միշտ մեդալը ունի հակառակ կողմ, մյուս կողմից էլ հելա մանդատները չվերցնեին, արդյոք այդ մանդատները չվերցնելը ավտոմատ բերելու է փողոցային շարժման բացարձակ, ոչ մի դեպքում նայ քանի որ ես այն անգամը ասեցի ընդդիմությունը ուներ փայլուն հնարավորություն մի պայմանով եթե ամբողջ ընդդիմադիր այս ուժերը այս ընտրություններին չէին մասնակցում դա թողում էին միայն իշխող այդ ժամանակ իրանք զուգահեռ կարում էին անել այն ամենը ճգնաժամը օրեցօր բայց քանի որ մասնակցել են, ուրեմն պարտավոր են վերցնել այդ մանդատները, գոնե այնտեղ ունենան գոնե ասենք օգտագործելով падգամավորի արդեն ստատուսը, չգիտեմ, ամբողջ աշխարհում տարբեր հարթակներ օգտագործելով ձայն բարձրացնել։ Այլապես չկա այդ հնարավորությունը։ Դե հիմա փաստացի, ու ասում ես թուրքական շահ է սպասարկում
Բայց ո՞նց ես դու։ Դե որովհետև հիմա դա հարց է, բայց հարցերի, ասենք, առաջնայնություն կա ու գերակա խնդիրներ կա։ Այս դեպքում բանի այդ էմոցիոնալ դաշտից պետք է կդրվել դուրս գալ պետականաշինության, պետության, ազգի, հայրենիքի այս միջավայրում մտածել, իսկ այդ միջավայրի մեջ կոնկրետ տեղավորվում է մանդատների վերցնելը, գլուխները կախած, կապնել իրանց գործերին ու բոլոր հարթակները օգտագործել, որովհետև այլ բանա ընդդիմադիրը, ես ու դու ասենք ընդդիմադիր ենք, բայց փողոցում քայլում ենք, չէ՞, ու ինչ որ բան ենք ասում։ Երբ որ դու ունես ստատուս, դու ունես արդեն այլ հնարավորություններ ու լծակներ տարբեր կառույցներում ձայն բարձրացնել։ Մի բան ասեմ, այդ մանդատների հետ կապված քննադատական խոսք են հնչեցնում ուժեղ Հայաստանի հանդեպ մեծ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, որոնք ամբողջ ընտրությունների ժամանակ զբաղված են ընտրությունների լրջությունը թույլատնելով, ծաղրացնությամբ, ու ես 100% համոզված եմ, որ իրանք հանգարց այսքան հնարավորություն ունեն մանդատ վերցնելու են։ Այսինքն Նիկոլի սատելիտները հիմա մունատ են գալի ուժեղ Հայաստանի վրա։ Դե հա, դա նորմալ է։ Ոչ ուժեղ Հայաստանի պաշտպանում ենք, ոչ բնովում ենք։ Մենք օբյեկտիվ նստած ենք, մեր կարծիքն ենք այդում, ընդ որում կաշկանդված չենք ոչ մեկով, ոչ մեկի ոչ աշխատողն ենք, ոչ կողմնակիցն ենք, ոչ բան ենք։ Մենք մեր պայքարը տարել ենք ընտրությունների ժամանակ, ցավոք սրտի եկել ենք հասել ենք այն հանդեպանի, որ Փաշինյանը մնացել է իշխանության, ցավոք սրտի չենք կարողացել մոբիլիզացնել այնքան մարդ, որ կարողանան գնալ ընտրությունների միջոցով Նիկոլին հանենք, եւ հիմա լիովին ազատ կարող ենք խոսալ, բայց այն մարդիկ, ովքեր որ հաստացի ընտրությունների ժամանակ նիկոլական օրակարգեր էին սպասարկում, հիմա մի հատ այնպես մունատ են գալի, այնպես մատ են թափտալի, որ ողքից մարդ գայող կասի նույն գործն են ժամանակ ընդդիմադիր իրանք միշտ նույն գործն են անում, դա այդ կենտրոնից ուղղորդված այդ նույն գործն են անում։ Այստեղ մենք միշտ ասել ենք, որ մենք այն խնդիրները, որ վեր ենք անում, միևնույն ժամանակ առաջ ենք քաշում ու տալիս ենք լուծում։ Լուծումը հետևյալն է, լուծումը երկրում կարողանալ կազմակերպել նորմալ առանց ցնցումների, առանց ոչ մի բանի իշխանապողություն եւ երկրորդ օգտվել այն աստղերից, որոնք որ հիմա ասեն գեղեցիկ դասավորվել են, մեր երկիրը շատ արագ, ընդ որում այնքան արագ, ֆանտաստիկ արագ կարելի է դարձնել նորից քաղաքական լուրջ սուբյեկտ ու այնպես մի հատ զարգացում ապահովել, որ ասելու չէ հասկանում եք, դա շատ լավ, չեք հասկանում, կան չեք ասենք ձևը։ Ընդ որում այդ կոնտեքստում մի հատ շատ կարևոր բան կա, sense մի հատ աշխարհակահական տեսանկյունից էլի ասեմ, բարձ ծեծված խոսք կա, որ չկան մշտական բարեկամներ, կան մշտական շահեր։ Հիմա գիտեք ոնց, sense իմ համար ես էլ այսպես ասած մի շատ հիացած չեմ Իսրայելի բարած քաղաքականության մեջ, որ արևելքում բնականաբար, բայց դեմ լինել Իսրայելին բերել պատճառաբանություն, որ Իսրայելը այ ոնց կարա հայոց ցեղասպանությունը ճանաչի, դե որ ճանաչող է ժամանակ ճանաչը կամ նմանատիպ տխմարություններ, որը օրինակ համ Թուրքից մեր որոշ հայտնի դեմքեր ասեցին համստեղ ինչ որ շրջանակներ են խոսում, դա ապուշություն է, որովհետև առաջին հերթին դու նայի Իսրայելին որպես գործիք Թուրքիայի դեմ, նայի ցանկացած երկրի որպես քո շահերը սպասարկող երկիր, ոչ թե դրեք Իսրայելը Նատանյահուն դուրս գալիս է, Էրդողանը դուրս չի եղբայր, ունեք դուք խնդիր, դուք ունեք էգզիստենցիալ սպառնալիք Հայաստանի հանդեպ, որը Թուրքիան է, ընդ որում ինչքան էլ Քլեչ ու Ռուբինյանը ասեն, Հայաստանի համար էգզիստենցիալ սպառնալիք Թուրքիան է, որտեղ թուրքերը պետք է հայերին այս տարածաշրջանից քշեն, որովհետև եթե դու եկել ես ինչ-որ մեկի տունը գրավել ես, դու պետք է իրան վերացնես, որ վաղը մյուսօր ինքը չկանգնի ասել, այո, դա էլեմենտար է, այնքան էլեմենտար է, որ վերջացը անձնական հոբան հետո մի հետաքրքիր բան էլ կա։ Պրագմատիկ հաշվարկ։ Նայ, ասենց հետաքրքիր բան կա, ասենք մեր ճշնամի պետությանն է, այս մեկին մեր ազգը սիրել է, միշտ ասի ազերբայաններ կամ չգիտեմ նման բան։ Հիմա նրանք կարողանում են օգտագործել իրանց փողը, կարողությունը, խելքն ու գիտելիքը, իրանց չունեցած, որ գոյություն չի ունեցել պատմություն, այսօր պատմություն են կերտում։ Նրանք մեր հայ առաքելական եկեղեցիները ամբողջ Արցախի տարածքում
ալբանացիք մինչև այսօր չեն ասել, այ ախպեր, ախր դա մերը չի։ Դա ում խնդիրն է, եթե ես ու դու պետք է եթանք Ալբանիա, ալբանացուն ասենք ընկեր, սա քոնը չի, որ ասում են ալբանականա, դու խիպ մի քեզ բերան ձեն չես անում։ Այն մյուս տեղը, այն մյուս տեղը, այն մյուս տեղը, որ այդ ձենը բարձրանա, այլապես ստացվում է, որ նա դա ասեց ու մարծվեց, ստեղից ծպտուն հանող չկա։ Կարողանում են ճիշտ օրակարգեր մշակել, ու մարդիկ կարողանում են ճիշտ հետևական աշխատանք տալ, իսկ մեր մոտ դա ինչով է զբաղված։ Այսինքն ցանկացած բռնապետական ռեժիմ, նույնիսկ երբ որ ռեպրեսիաները կիրառում իր քաղաքական հակառակորդների հանդեպ, այնց է փաթեթավորում, որ այդ ռեպրեսիաները չդիտարկվեն որպես ռեպրեսիա։ Մեր մոտ հակառակն է, իշխանությունն է, Դանիել Յոնիսյանի բերանով ասում, ճիշտ է, հակաօրինական է, բայց լավ ենք անում։ Լավ ենք անում։ Դե այդ լավ անելը վերելյա պետության կործանման։ Այդ լսացնում է ինքը թե ներքին լսարանին, թե մյուս գործընկեր պետությունների։ Վերելյա տոտալ կործանման, դա չի կարող։ Այսինքն դա այնց օվերտոնի պատուհան է։ Եթե դու դա կիսա բացեցիր, նույնիսկ դա վերջում ուտելու է եւ պետությունը, եւ էլիտաների եւ ժողովրդի եւ հայկական ապագան։ Հիմա գիտեք ոնց իրելի հայրենակիցներ, մենք շարունակենք սրա մասին խոսալ, բայց շատ կարեւոր է, որ յուրաքանչյուր մարդ ինքը իր մեջ հասկանա, որ այն ինչ որ տեղի է ունենում հիմա Հայաստանում, ուղիղ կապված է իր հետ, ուղիղ կապված է իր երեխաների հետ, ուղիղ կապված է իր ապագայի հետ։ Հիմա մի ամիս, երկու ամիս, մի տարի, թե 5 տարի, եթե ձեռներները սալած նստենք ու չներգրավենք հասարակական քաղաքական գործընթացներին ու չսկսենք տեր կանգնել մեր պետությանը, մենք այլևս ոչ պետություն ենք ունենալու, ոչ էլ ապագա։